այս բաժինը, որ կոչվում է հարամատչելի աստվածաբանություն, մենք աստվածաբանական թեմաներ ենք ուսումնասիրում, բայց հարամատչելի կերպով, այսինքն բոլորին հասկանալի կերպով եւ մեր հերթական առարկան քրիստոսաբանությունն է։ Այսօր 5-րդ դասին ենք հասել եւ եթե հիշում եք նախորդ դասին մենք խոսեցինք թե ինչպես են այլ կրոններում ընկալում Հիսուսին, իմաստը նա էր, որ շեղումները ցույց տանք եւ ցույց տանք, որ միակ փրկությունը Աստվածաշունչը ասում է Քրիստոսով է եւ մյուս կրոնները թեև ընդունում են Քրիստոսին, բայց չեն ընդունում այն Քրիստոսին, որ Աստվածաշունչն է ներկայացնում։ Եվ նախորդ անգամ Երկրորդ Տիմոթեոս 4 գլխի 3-4 խոսքերը ընթերցեցինք, որտեղ գրված է վերջին ժամանակներում շատերը իրենց ականջները ճշմարտությունից կշեղեն, իրենց ականջները կտան առասպելների ու, չգիտեմ, ոչ հավաստի տեղեկությունների եւ կրոնների մեջ ցույց տվեցինք դա, թե ինչպես են մարդիկ Քրիստոսին իբրև թե ընդունում, բայց չեն ընդունում իրական Քրիստոսին։ Պողոս առաքյալն էլ զգուշացնում էր ուրիշ Քրիստոս քարոզելու եւ ուրիշ Քրիստոս քարոզողներին լսելու վտանգների մասին։ Հիմա այսօր ինչ որ իմաստով շարունակություն է, որովհետեւ ոչ թե այլ կրոնների, այլ հենց քրիստոնեության մեջ առաջացած շեղումներին ենք անդրադառնալու եւ 3 հիմնական կետ ենք առանձնացրել ամենատարածվածները, գիտեք, շատ շեղումներ կան, շատերը ասում են ինչու է քրիստոնեական հավատքը այդքան շեղումներ տվել, որովհետև կեղծվում է այն ինչ որ թանկարժեք է եւ մարդիկ մտածում են, որ օրինակ, չգիտեմ, այլ կրոնների մեջ այդքան ճյուղավորումներ չկան, ինչու հենց քրիստոնեության մեջ, որովհետև սատանան հենց իր ուշադրությունը քրիստոնեության վրա է կենտրոնացվել, որովհետև Տեր Հիսուսն ասեց միայն ինձանով է փրկությունը եւ սատանան էլ դա գիտի եւ շատ շեղումներ է առաջացրել հենց քրիստոնեության մեջ եւ ամենատարածված շեղումներից են վկաների մոլորությունը, ես իրենց վկաներ եմ կոչում, որովհետեւ Եհովայի վկա ասելով կարծես թե սխալ տեղեկություն ենք տալիս, Եհովա Աստծու վկաները չեն իրենք ավելի շատ ռասելի վարդապետության վկաներն են, որը ոչ մի կապ չունի Աստվածաշնչի հետ, շեղված, իրենք անգամ իրենց Աստվածաշունչն են իրենք փոփոխել եւ փոփոխված Աստվածաշունչը, ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ դատավարություն է եղել 4 հոգու նկատմամբ, ովքեր թարգմանել են վկաների նոր աշխարհ թարգմանություն, եթե կբացեք Աստվածաշունչ, վրան գրած Աստվածաշունչ եւ կտեսնեք գրված է նոր աշխարհ թարգմանություն, իմացեք, որ դա վկաների խեղաթյուրված Աստվածաշունչն է եւ դատել են այդ մարդկանց, որովհետեւ իրենք բնագիրը եբրայերեն չիմանալով ասել են, թե մենք գիտակներ ենք եբրայերենի ու հունարենի ու թարգմանություն են արել, իրականում եթե չեմ սխալվում 4-ից 1-ն է իմացել, այն էլ շատ ցածր մակարդակի մնացած ընդհանրապես չեն իմացել, այսինքն փոխել են, դրել են այնպես, ինչպես իրենց վարդապետությունն է իրենց հարմար։ Հիմա գամ սխալ ընկալումներին, որովհետև ուրիշ Հիսուս են իրանք քարոզում։ Վկաների մասին կխոսենք, մորմոնների մասին կխոսենք եւ կխոսենք ինչպես են Հիսուսին ընկալում մի սա արդեն շեղում, ոնց ասեմ, կրոնական ուղղություն չի սա, ոնց որ օրինակ շեղումները, շեղված, հերձված ուղղությունները, սա մեր բոլորի շուրջ ապրող մարդիկ են, որոնց ես կոչում եմ մշակութային քրիստոնյաներ, որոնք քրիստոնեությունը չեն ընդունում Աստվածաշնչի միջոցով, այլ քրիստոնեությունը ընդունում են որպես մշակույթ։ Վերջին տարիներին Հայաստանի փողոցներում հարցում էր եղել եւ հարցվածներին այսպես հարց էին տվել օրինակ, որ եկեղեցուն եք պատկանում։ Ասել են, այսինչ եկեղեցուն։ Հաջորդ հարցը, Աստծուն հավատում եք, ոչ։ Այսինքն մարդը ունի մշակութային պատկանելություն
բայց անգամ Աստծուն չի հավատում, ինքը իրան քրիստոնյա, այսինչ եկեղեցու ծեսերին մասնակցում, չգիտեմ, շատ հարգանք ունի, որպես մշակույթ, որպես պատմություն, բայց ոչ որպես կենդանի քրիստոնեություն Աստվածաշնչի հիմքի վրա։ Ուրեմն 3 մոլորությունների կանդրադառնանք։ Առաջին երկուսը հերձվածող շեղումներ են, վկաների մոլորությունը, մորմոնների մոլորությունը, երրորդը մեզնից շատերի հարազատներն են, որոնք ասում են մենք քրիստոնյա ենք, բայց ուրիշ Հիսուս են պատկերացնում եւ ուրիշ Հիսուս են պաշտում։ Այն Հիսուսը չի, որը Աստվածաշնչի մեջ է։ Ահա Քրիստոսաբանության 5-րդ դասը նվիրված է լինելու հիմնական շեղումներին ճշմարիտ քրիստոսաբանությունից։ Գանք վկաներին, շատ արագ անդրադառնանք, մենք հատուկ դասեր ունենք, եթե ինչ-որ մեկը կուզի ավելի խորը գնա կրոնների դասընթացի մեջ, թե վկաների, թե մորմոնների մասին, թե մյուս շեղումների մասին, որոնց ես այսօր չեմ անդրադառնա, շատ խորը, կարծեմ 1 ժամանոց դասեր կան, բայց այստեղ ասեմ, որ ըստ վկաների մոլորության Տեր Հիսուս Քրիստոսը արարիչ չէ, գիտեք մենք դաս ունենք, մեր երկրորդ դասը կոչվում էր Աստված եւ Սուրբ Երրորդության անձերից մեկը Հիսուս Քրիստոսի վերաբերյալ, իրենք չեն ընդունում որպես արարիչ Աստված, այլ ասում են առաջին արարված էակն է եղել եւ չգիտես որտեղից ոչ մի աստվածաշնչյան հիմք չկա սրա համար, իրենք իրենց վարդապետության մեջ պնդում են, որ Միքայել հրեշտակապետը դա Հիսուս Քրիստոսն է։ Հիմա ինչն է վտանգավոր այստեղ։ Հիմա մարդ կլինի ասի, հա, այդպես են մտածում, ինչն է խանգարում մեզ։ Պողոս առաքյալը ասում էր, լսեք, ուրիշ ավետարան է դա, ուրիշ Քրիստոս։ Եթե դուք ուրիշ Քրիստոսի հավատաք, դուք փրկություն չեք ունենա։ Ասում էր, Երանի բոլորովին կտրվեն նրանք, ովքեր ձեզ մոլորեցնում են։ Ինչու՞։ Ինչու էր Պողոս առաքյալը այսքան խիստ ասում, նզովյալ լինի նա, որ ուրիշ ավետարան կքարոզի, ուրիշ Հիսուս կքարոզի։ Ինչու՞, որովհետև պատկերացրեք, կրկին նախորդ անգամ կարդացին Գործք առաքելոց 4:12-ն էր, այո, ճիշտ եմ ասում, որ ուրիշ անուն չկա այս երկրի տակ, որով լինի փրկություն։ Միայն Հիսուս Քրիստոսով է փրկություն։ Տեր Հիսուսը ինքը ասեց, ոչ ոք հոր մոտ չի գնա, եթե ոչ ինձանով։ Ես եմ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը, եւ ինքը, այսպես ասած, միակ ճանապարհն եմ ես։ Ուրիշ ճանապարհ չկա, ուրիշ մեկով փրկություն չկա։ Եվ ոչ միայն ուրիշ մեկով փրկություն չկա, այլ ուրիշ Հիսուսով էլ փրկություն չկա։ Եթե ներկայացնեն մարդուն ուրիշ Հիսուս, այդ Հիսուսը իրան չի փրկի։ Այսինքն փրկվում են նրանք, ովքեր Աստծո Որդու հանդեպ հավատք ունեն։ Այսպես է գրված։ Մեր շատ հայտնի ու սիրելի հատվածը Աստվածաշնչից Հովհաննես 3:16 ասում է. Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որ ամեն ով նրան հավատա, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Եվ ես միշտ ասել եմ, երբ ասեմ Հովհաննես 3:16, ասել եմ Հովհաննես 3:36-ը։ Հովհաննես 3:36-ում գրված է, որ ով նրան հավատա կփրկվի, իսկ ով չհնազանդվի, կկործանվի, Աստծո բարկությունը կմնա նրա վրա։ Հիմա ինչ Հիսուսի ենք մենք հնազանդվում։ Գիտեք, ուրիշ Հիսուսը վտանգը նրա մեջ է, որ ինքը չի պահանջում մարդուց այն, ինչ որ ճշմարիտ Հիսուսն է պահանջում։ Հավատում են, որ գիտեք, վկաների մոլորությունն էլ այսպես զարգանում է ժամանակի ընթացքում, կար ժամանակ, որ ես իրենց հետ զրուցում էի, ասում էին Հիսուսը Աստված չի, հետո մտածեցին, որ ասում ենք Աստված չի, շատերին ենք վանում։ Հետո մի օր հանդիպեցի, ասեցի դուք չեք ընդունում, չէ՞, Հիսուսի Աստված լինում։ Ասում ոչ չենք ընդունում, ընդունում ենք։ Ասում եմ ինչա փոխվել։ Դե իրանք շատ դժվար են բացահայտում։ Մի քանի հարց տվեցի, ասեցի ընդունում եք որպես Աստված, ասեցին այո։ Դեպս գում եմ այս մարդիկ չեն ապաշխարել, նույն վկաներն են։ Ուրեմն ինչա փոխվել։
Սկսեցի հարց տալ, ասի իրան աղոթում եք, ասեցին ոչ, իրան երկրպագում եք ոչ, որ իրան գրում եք Հիսուսը Աստված է, մեծատառ եք գրում, թե փոքրատառ, ասում փոքրատառ։ Երբ որ մի քիչ էլ սկսեցի ուսումնասիրել, հասկացա, որ դե ասում է Աստված նշանակում է իշխանություն ունեցող։ Հասկացա, որ այս մարդիկ նոր բան են մշակել, ով իշխանություն ունի ինքը Աստվածը։ Իրան ասում են Աստված, բայց չեն ընդունում Աստված, ասում են շատ Աստվածներ կա։ Ասեցի, հիմա մեր գյուղում, ես գյուղում եմ ապրում, ովքեր որ չգիտեն, ասեցի, հիմա մեր գյուղի գյուղապետն էլ է Աստված։ Ասեցին, այո, ինչ որ իմաստով, այո։ Ասեցի, այնպեսի Աստված, ինչպես Հիսուսը, այդպես եք ընդունում, ասեցին, այո, ասի հասկացա։ Ուրեմն դուք չեք ընդունում իրան որպես Աստված։ Հիմա իրանք չեն ընդունում Քրիստոսին որպես Աստված, այլ արարված, այն էլ հրեշտակ եւ հստակ, չգիտեմ որտեղից վերցրել են, որ դա Միքայել հրեշտակապետն է։ Այս ուրիշ Հիսուսը ստեղծված է։ Աստվածաշնչում գրված է հորից ծնված, սա ուրիշ բան։ Որդին ծոցից դուրս եկավ, ոչ թե արարվեց, այլ կար ժամանակներից առաջ եւ լինելու է միշտ, միայն Աստվածը որ չի փոխվում։ Եվ իրենք չհասկանալով, ավելի շատ ոչ թե իրենք, այլ իրենց մոլորության հիմնադիրը չհասկանալով այսպիսի ուրիշ Հիսուս է ներկայացրել իր հետևորդներին։ Ասում են, որ Քրիստոս դարձավ միայն 30 տարեկանում, մահացավ, բայց մարմնով հարություն չառավ, այլ դա միայն պատրանք էր, համբարձվեց, տեսեք, շատ բաներ կա, որ ճիշտ են հավատում, բայց կարևորագույն բաներ կա, որ սխալ են հավատում։ Երկինք գնաց, որպես կրկին Միքայել հրեշտակապետ, բազմեց հոր աջ կողմում, հետո մի կարևոր մոլորություն։ 1914 թվականը իրենց համար շատ կարևոր թվական է, որովհետև դրանից առաջ իրենց իրենց ուղղության հիմնադիրը Չարլզ Ռասելը երկու անգամ սխալ մարգարեացել էր Քրիստոսի վերադարձը եւ երբ որ երրորդ անգամ էլ սխալ չասեմ սուտ մարգարեություն արեց 14 թիվն էր դա որ պիտի վերադառնա պատկերացնում եք բոլոր վկաները այդպիսի հաստագրված տվյալներ կան որ մարդիկ իրենց տներն էին վաճառում պատրաստվում էին, որ հեսա չգիտեմ ինչի էին տները վաճառում այդ փողը, ինչ պիտի անեին, բայց այդպես տներն էին վաճառում, գնում էին, կանգնած սպասում էին, որ հեսա պիտի վերադառնա ու չվերադարձավ։ Երկրորդ գալուստը տեղի չունեցավ եւ իրենք ասում են, որ 14 թվականին մի փոքր սխալվել էր Ռասելը, ոչ թե վերադարձավ, այլ մտավ, բազմեց գահին եւ այդ օրվանից ինքը իշխում է որպես Աստծու դրած թագավոր եւ հետո գիտեք ինչ սուտ մարգարեություն եղավ այսպես որ վերադարձը լինելու է այսինքն ինքը հիմա իշխում է որպես թագավոր 14 թվականին բայց վերադառնալու է ինքը ասեց այս սերունդը չի անցնի մինչեւ ես կվերադառնամ դա կապում էին 14 թվականի ապրող սերունդի հետ այնքան սուտ մարգարեություններ են եղել ես հիմա զարմանում եմ ոնց են վկաները, որովհետև գիտեմ շատ անկեղծ նվիրված մարդիկ կան, որ հավատում են այդ ուսմունքին, ես զարմանում եմ, ոնց են իրենք հավատում, ուրորեն հավատում են այն ամեն ինչ որ ասում է դիտարանի ընկերությունը։ Եվ ուզում եմ հստակ ասել, որ Աստվածաշունչը շատ ուղիղ կերպով ասում է, որ կարդամ ինչ է ասում, որ Հիսուսը հրեշտակ չի եւ եթե մարդը միտք ունի ու միայն այս հատվածը կարդա Եբրայեցիս 1:4-5 խոսքերը կհասկանա, որ ամբողջ վկաների ներկայացրած Հիսուսը ուրիշ Հիսուս է, Աստվածաշնչի Հիսուսը չէ, որ մարդկանց կործանում է տանում եւ ոչ թե փրկություն։ Եվ հրեշտակներից Եբրայեցիս 1:4-5 խոսքեր։
եւ հրեշտակներից այնքան բարձր դասվեց, որ նրանցից ավելի տարբեր անուն ժառանգեց, որովհետեւ հրեշտակներին որին երբևէ ասաց դու ես իմ որդին, ես այսօր ծնեցի քեզ, եւ դարձյալ ես նրան հայր կլինեմ ու նա ինձ որդի։ Որ հրեշտակին է այդպիսի բան ասել, ասում Աստվածաշունչը։ Եվ ինչպես ենք մենք ասում ինքը Միքայել հրեշտակապետն է, իհարկե մենք չենք ասում։ Ինչ որ մեկը ինչպես է հանդգնում Հիսուս Քրիստոսին ասի ինքը Միքայել հրեշտակապետն, երբ որ ոչ մի հիմք Աստվածաշունչը չի տալիս։ Ասեմ ձեզ, որ Ռասելը ինքը իրենից չէր վերցրել սա, մեկ այլ մոլորեսնող Հելեն Ուայթ անունով, որը 7-րդ օրվա ադվենտիստների հիմնադիրն է, ինքը ես հատուկ նշել եմ, մեկ-մեկ ինձ գրում են նեղացած այս ուղղությունների ներկայացուցիչները, ես հատուկ նշել եմ գիրքը, որպեսզի իրենք էլ ուսումնասիրեն ու կարդան, երկու գրքում է ինքը ասում նույն բանը, որ Հիսուս Քրիստոսը Միքայել հրեշտակապետն է, այսինքն Ռասելը վերցրել էր Էլեն Ուայթից, կամ երկուսն էլ վերցրել էին ինչ-որ տեղից, բայց երկուսն էլ նույն բանն էին ասում, ուրեմն Էլեն Ուայթը ունի վաղ շրջանի գրվածքներ գիրքը եւ փրկագնման պատմություն գիրքը, վաղ շրջանի գրվածքներ գրքի 164-րդ էջում է, անգլերենով եմ դրել, կարող է հայերեն թարգմանության մեջ էջը չհամապատասխանի, բայց անգլերենը on-line կա, այդտեղ ասում, որ Միքայել հրեշտակապետն է, Հիսուս Քրիստոսը, պատմությունը Մովսեսի մարմնի մասին մեկնաբանությունն է Հուդա առաքյալի թղթում, որ կա։ Ուր են գնալու այն մարդիկ, որոնք հավատում են սուտ մարգարեների գրվածքներին։ Տեր Հիսուսը սովորեցնում էր կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ անդունդն են գնալու։ Կարծում եմ այսքանը բավարար է վկաների ուրիշ Հիսուսին ներկայացնելու մասին, որպեսզի մենք զգույշ լինենք եւ երբեք ուրիշ Հիսուսի չհավատանք, հավատանք Աստվածաշնչի Հիսուսին։ Մորմոնների մոլորությունը շատ ավելի, ինչ ասեմ, ֆանտաստիկ է։ Այս բառը սազում է այստեղ։ Մորմոնների հիմնադիր Ջոզեֆ Սմիթը իր գրվածքներում ասում է, որ Հիսուս Քրիստոսը շատ աստվածներից մեկն է միայն, նրանք մերժում են մեկ եւ միակ Աստծո գաղափարը։ Կրկին մորմոնների մասին դաս կա կրոնների շարքում, եթե կուզեք ավելի մանրամասն իմանաք, ասում են հայր Էլոհիմն է եւ որդին Եհովան, իրանք այդպես են ներկայացնում, եւ ամենակարևորը լսեք, հայր Աստված, որ հիմա մենք պաշտում ենք, ըստ մորմոնների մի ժամանակ մարդ է եղել։ Եվ ապրել է մեկ այլ մոլորակի վրա։ Ես որ ասում եմ ֆանտաստիկ, ես բառը ոչ հեգնանքով եմ ասում, ոչ էլ, չգիտեմ, ֆանտաստիկա է սա։ Ապրել է մեկ այլ մոլորակի վրա, հասել աստվածության մակարդակի, կրկին գիրքը նշել եմ, 1976-ին իր գրվածքներն են հրապարակվել, ինքը շատ ավելի վաղ է ապրել, բայց կոչվում է մարգարե Ջոզեֆ Սմիթի ուսուցումները եւ այս 76 թվականի հրատարակության 345-346 էջերում մասագրված։ Իրանք ասում են, որ կա նաեւ երկնային մայր, ես ուզում եմ դուք էսի լսեք ու որպես աղբ հանեք ձեր ուղեղներից եւ ասում են Հիսուս Քրիստոսը դա երկնային հոր եւ երկնային մոր առաջնեկն է ու մնացած բոլոր մարդիկ իրանց զավակները, այսպես են ներկայացնում եւ բնականաբար ընդունում են որպես Աստված, որովհետեւ իրանց համար բոլոր մարդիկ էլ կարան Աստված դառնան, լիքը մոլորակներ Աստված ստեղծել եւ հետո հարց են տալիս այսպես, բա ինչի համար ստեղծ, այսինքն գիտեք այն հիմնավորման անհեթեթություն, այսինքն մարդիկ հիմնավորում են սրանով, բա ինչի համար է այդքան մոլորակները ստեղծել եւ դրանով փորձում են ապացուցել, որ իրանց մոլորություն չի, ճշմարտություն է։ Այսքանը այս երկու մոլորությունների մասին եւ հիմա գանք մեր համար սա որպեսի զգուշանանք, լավ, զգուշանանք, երբ որ կգան վկաները բոլորս ճանաչում ենք,
կամ փողոցում գրքերն են դնում, կամ դուրն են թակում, երբ որ կգան վկաները, հիշենք Աստվածաշնչի խոսքը, որ տուն էլ մի թույլ տվեք, որ մտնեն մոլորություն քարոզողները, մորմոններին շատ ավելի հեշտ է տարբերել, իրենք այսպես իրենց սպիտակ վերնաշապիկներով, իրենց վերնաշապիկի վրա իրենց անունները հիմնականում իրանք գրավում են նրանով, որ արտասահմանցիներ են, որոնք հայերեն են խոսում, եւ մարդիկ հենց տեսնում են, մանավանդ հայերը տեսնում են արտասահմանցի, որ հայերեն է խոսում, չգիտեմ, ամերիկացու արտաքինով երիտասարդ հիմնականում բարետես երիտասարդներ են, անգամից հալվում են ու սկսում են զրույցի բռնվել, զգուշացեք։ Հովանես Առաքյալի երկրորդ թուղթը հատուկ զգուշացնում, ասում է, ընդհանրապես մի էլ շփվեք իրենց հետ։ Եվ հատուկ ծառայողներ կան, որ Աստծուց օծություն ունեն այսպիսի մարդկանց օգնելու համար։ Դուք, որ հատուկ չեք դրվել այդ ծառայության, մի էլ փորձեք իրենց ինչ-որ բան համոզեք։ Այդ աղբը, ես հենց մի փոքր մաս ասեցի, հոգևոր աղբից, որոնք իրանք քարոզում են, այդ աղբը լցվելու է ձեր ուղեղի մեջ։ Մի էլ շփվեք իրենց հետ։ Իրենք ուրիշ Հիսուս են քարոզում, իրենց Հիսուսին հավատացողը չունի փրկություն, որտեղ դա ճշմարիտ Հիսուսը չի։ Հիմա գամ ավելի գործնական մասին, որը մշակութային քրիստոնեությունն է, ասեցի, մեր հարազատներն են այս մարդիկ, այն մարդիկ, ովքեր իրենց քրիստոնյա են համարում, բայց չեն ճանաչում Հիսուս Քրիստոսին։ Իրենք իրենց ուղեղի մեջ, իրենց մտքի մեջ պատկերացում ունեն ինչպիսին է Հիսուսը։ Եվ սովորաբար լսած կլինեք այս խոսքերը, որ մոտենում է հավատացյալ մարդը ուզում է ճշմարիտ Հիսուսի մասին խոսի, ասում են ես իմ Աստվածն ունեմ, ես իմ Հիսուսն ունեմ, իմ Հիսուսը քո Հիսուսը չի, ասում եմ իմ Հիսուսը Աստվածաշնչի Հիսուսն է, ասում են ինձ չի էլ հետաքրքրում քո Հիսուսը, հեռու գնա ինձանից, դու հավատացյալ ես, ասում եմ բա դու ում ես հավատում, ես իմ Հիսուսին եմ հավատում, ինչպիսին է քո Հիսուսը, ու փորձել եմ հասկանալ ինչպիսին է այս մարդկանց, մեր միս ու արյուն, մեր ընտանիքի անդամներ, մեր հարևաններ, մեր բարեկամներ հանդիսացող այս մարդկանց Հիսուսը ինչպիսին է, արդյոք ինքը Աստվածաշնչի Հիսուսն է։ Ասեմ, որ այս մարդկանց համար այդքան էլ կարևոր չի Աստվածաշունչը ինչ է ասում։ Կարևորը իրենց պատկերացումը, կարևոր է, ասենք, իրենց տատիկի պատմածը, կարևոր է, օրինակ, ժողովրդի մեջ ընդունվածը, բայց ոչ թե Աստվածաշունչը։ Եվ գիտեք, որքան որ վտանգավոր է վկաների ու մորմոնների ուրիշ Հիսուսը, այնքան վտանգավոր է մշակութային քրիստոնյաների ուրիշ Հիսուսը, որովհետև եթե միակ փրկության ճանապարհը Տեր Հիսուս Քրիստոսն է, որը մեզ բացվում է, բացահայտվում Աստվածաշնչի էջերում, գիտեք, եթե ամեն մեկս մեր Հիսուսը ունենք, ասենք գողությամբ փող վաստակել էլ չի դա, բայց գողությամբ փող շահողի Հիսուսը իրան ասում է, մի գողացի շնության կյանքով ապրողի Հիսուսը իրան ասում է, ոչինչ, կարևորը դու այլ ոլորտներում բարի լինես, բամբասողի Հիսուսը իրան ասում է, որ շատ են նեղացնում, կարելի է բամբասել։ Ես չգիտեմ ուրիշ ինչ է ասում, բայց ամեն մեկի Հիսուսը, որը իրական Հիսուսը չի, իրեն ինչ-որ բաներ է ասում իր ականջին հարմար։ Եվ եթե հանկարծ գալիս է մի տեղ, որ Հիսուսը մատը դնում է քո սիրելի մեղքի վրա ու ասում է այս սրանից պիտի ապաշխարես, իրանք այդտեղից փախնում են։ Որովհետև այս Հիսուսը, որը ճշմարիտ Աստվածաշնչյան Հիսուսն է, մարդուց ապաշխարություն է պահանջում։ Մարդուց բնավորության փոփոխություն է պահանջում, իր պատվիրաններին հնազանդություն է պահանջում։ Մարդիկ չեն ուզում այս Հիսուսին։ Հենց այստեղ է, որ Պողոս առաքյալը զգուշացնում էր, որ շատ մարդիկ կլինեն վերջին ժամանակներում, որ իրենց ականջներին հաճելի ուսուցիչներ կփնտրեն։ Կգան մի եկեղեցի, կտեսնեն այդտեղ ճշմարիտ Հիսուսին են քարոզում, կասեն, չէ, մարդ այն եկեղեցում լավ էր, այն մյուս Հիսուսը ինձանից չէր պահանջում, որ խարդախություններս թարգեմ։
այստեղ խոսում են, որ խարդախությունը Աստծուն հաճելի չի։ Ես էլ խարդախությամբ եմ փող աշխատում, կգնամ այնպիսի եկեղեցի կգտնեմ, որտեղ խարդախության դեմ չեն քարոզում։ Եվ կգտնեն, որտեղ եկեղեցիներ կան, որոնց համար կարևոր չի մարդու կյանքի փոփոխությունը։ Կարևոր է, որ մարդիկ շատ լինեն։ Ուրիշ Հիսուսը ամենավտանգավոր մոլորությունն է։ Արդեն ասացի, որ կարևոր չի այս մարդկանց համար ինչ է ասում Աստվածաշունչը, կարևոր է ինչ է ընդունված մշակույթի մեջ։ Եվ գիտեք, մեզ կթվա թե սա միայն ավանդական եկեղեցիներ հաճախող, ավանդական եկեղեցու անդամ հավատացյալները, այսպես քրիստոնյաներն են ամեն մեկը իրանց Հիսուսին հավատում։ Շատ սխալվում եք, շատ ավետարանական եկեղեցիներ եկողներ կան, որոնք իրենք գտնում են իրենց հարմար Հիսուսին եւ ապրում են այդ Հիսուսի հետ, որը ոչ մի առնչություն չունի իրական Հիսուսի հետ։ Չգիտեմ, հասկանում եք իմ ասածը, թե չեք հասկանում։ Մենք սիրում ենք այդ մարդկանց, մենք ուզում ենք իրանց փրկությունը, ասում եմ, մեր կողքին են, մեր հարևաններն ու բարեկամներն են։ Բայց պիտի հասկանան, երան թե լսեն ու Աստված լուսավորի իրանց միտքը, որ չկա ամեն մեկիս Աստված հասկացողություն։ Չկա այդպիսի բան։ Կա մեկ Աստված եւ մեկ Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ այդ մեկ Տերը ուզում է, որ մենք իրան ճանաչենք, որ մենք իր խոսքերին հավատանք եւ նրան հավատալով փրկություն ունենանք։ Մեղքերի ներում, մեղքի կապանքից ազատագրում եւ հավիտենական կյանքի պարգև։ Եթե մենք կհավատանք Աստվածաշնչի Հիսուսին։ Գիտեք, այս մշակութային քրիստոնեության մեջ Հիսուսը շատ հեռու է մարդու իրական կյանքից։ Գիտեք, Աստվածաշունչը ասում է, ես ձեզ շատ մոտ եմ, ես ձեր կողքին եմ։ Անգամ ասում է, ես ուզում եմ բնակվեմ քո հետ։ Գիտեք, Հովանու 14-րդ գլխում է գրված, որ կգանք, ասում է, եթե դուք իմ պատվիրանները պահեք, ուրեմն ինձ սիրում եք, եւ ես եւ Հայրը կգանք ու բնակություն կանենք քեզ մոտ։ Աստվածաշնչում հարաբերության Աստված է, օրինակ հաշտություն է ուզում։ Ասում է, դու որ մեղքը սիրում ես, դու պիտի ապաշխարես, որ ապաշխարես հաշտվելու ենք իրար հետ, որովհետև մեր պատնեշը մեղքն է։ Քո կյանքի մեղքը պատնեշ է քո եւ Հիսուսի հարաբերության։ Երբ որ դու ապաշխարում ես, ապաշխարելը մեղքի հանդեպ քո վերաբերմունքի փոփոխությունն է, ոչ թե դու դառնում ես կատարյալ մարդ, որ էլ ընդհանրապես ոչ մի սխալ չես գործում, չէ, վերաբերմունքդ ես փոխում մեղքի հանդեպ։ Այդ պատնեշը անհետանում է եւ այս մտերմությունն է գալիս մարդու կյանքի մեջ։ Այն մշակութային քրիստոնեության մեջ Հիսուսը ինչ որտեղ հեռու, մենք իրան հարգում ենք, մենք իրան պաշտում ենք, ինքը չի խառնվում մեր գործերին, մենք էլ չենք խառնվում իր գործերին։ Սա Աստվածաշնչի Հիսուսը չի։ Աստվածաշնչի Հիսուսը մեզանից ամեն մեկի կյանքով հետաքրքրված է։ Մեզանից ամեն մեկի սխալներից տխրում է, իսկ ապաշխարությունից ուրախանում է։ Եվ ինքը իր հոգին ա դրել, որ բնակվի իրեն հավատացողի մեջ, որ շնորհքի հոգին օգնի մեզ մեր տկարությունների մեջ, որ մենք ապրենք այն կյանքը, Տիրոջից զորություն ստանանք ապրելու այն կյանքը, որ Աստված ակնկալում, որ մենք ապրենք։ Եվ որտեղ էլ որ մեր ուժերը չի հերիքում, ինքը զորացնում է մեզ։ Եվ դրա համար Պողոս առաքյալը կարողանում էր ասել, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, որովհետև Քրիստոս իրան շատ մոտ էր, Քրիստոս իրան զորացնում էր եւ ասում է, այն հարաբերությունը, որ ես ունեմ Քրիստոսի իմ հետ, Քրիստոս ուզում է ձեզանից յուրաքանչյուրի հետ ունենա։ Ինքը տեսնում է քո կյանքը, քո գաղտնի կյանքն էլ է տեսնում։ Ինքը սիրում է քեզ, անգամ եթե դու մեղքի ճահիճի մեջ թաթախված ես, խորտակվում ես, ինքը ձեռքը մեկնում է ուզում է քեզ հանի այդ տեղից։ Ինքը քո ցավի հանդեպ անտարբեր չի։
Եվ ասում է կարա մեր չարչարանքներին մասնակից լինի, ինքը կարա քեզ մխիթարի զորացնի, ինքը անձը, որ ուզում է անձի հարաբերություն ունենա քեզ հետ։ Այն մշակութային քրիստոնեության մեջ Հիսուսը հեռու ինչ-որ տեղ է, որը չի խառնվում քո կյանքում, ինքը չի էլ վերահսկում քո կյանքը, ինքը իր համար, մարդը իր համար։ Գիտեք, սա, ես չգիտեմ, սա պակաս մոլորություն չի, կամ վկաների ու մորմոնների մոլորությունը, որովհետև կրկին ուրիշ Հիսուս է ներկայացվում։ Կա այդպիսի Հիսուս, որ չափից դուրս բարի է, այնքան բարի է, չեք լսել, ինձ շատ են ասել, որ մարդը ակնհայտ մեղքի կյանքով ապրում, ասում ախր ափսոս ես, տեսնում եմ հավատքել ունես, ախր ափսոս ես, դու կործանվես, ախր վաղվա օրը չգիտես, բա որ վաղը կանգնես Աստծո առաջ, ինչ ես պատասխան տալու։ Ասում եմ իմ Հիսուսը, դու չգիտես ինչքան լավն է, ինքը ինձ փրկելու է, որ ես կանգնեմ դատաստան։ Ասում եմ, բայց գիտես Աստվածաշունչը ասում է ապաշխարողին է փրկելու, որ դու հիմա մեղքի մեջ թաթախված ես, մի հատ էլ վայելում ես, մի հատ էլ չես ուզում դրանից ապաշխարես, քեզ ո՞նց է փրկելու։ Աստվածաշունչը տենց չի ասում։ Ասում է դուք միշտ Աստվածաշունչ, իմ Հիսուսը ինձ կփրկի։ Ինքը բոլորին էլ կփրկի։ Վերջում կասի ինչ գրել եմ, հեչ։ Արեք բոլորիդ էլ փրկեմ, որովհետև սիրում եմ ձեզ։ Աստվածաշնչում Հիսուսը ասեց, երկինքն ու երկիրը կանցնեն, իմ խոսքից մի նշանագիր չի փոխվի։ Աստված Սաղմոսներում ուղիղ կերպով մեզ փոխանցում է, որ իր խոսքը իր անունից բարձր է դրել։ Իսկ ուրիշ Հիսուսին հավատացողները մի օր կանգնելու են փաստի առաջ։ Շատ կարևոր է, սիրելիներ, քրիստոսաբանության դասի մեջ, որպեսզի մենք հասկանանք, որ կա մեկ Աստված եւ մեկ գրված է միջնորդ մարդու ու Աստծո միջև։ Եվ ուրիշ միջնորդներ էլ չկան։ Օրինակ ուրիշ Հիսուս քարոզում են նաեւ այդպես ավանդական եկեղեցիներում շատ կա, որ մենք Հիսուսի մեջ էլ միջնորդի կարիք ունենք։ Մեկին միջնորդենք, չգիտեմ, սուրբերին կամ Մարիամին, միջնորդենք, որ ինքը Հիսուսին միջնորդի, որ ինքը հորը միջնորդի։ Սա էլ է ուրիշ Հիսուս։ Մեկ միջնորդ կա։ Գրված է այդպես Աստվածաշնչում։ Դու կարիք չունես, դու կարաս անձամբ մոտենաս շնորհքի գահին։ Այդպես գրված է։ Եբրայեցիս թղթում է գրված, համարձակորեն մոտենանք շնորհքի աթոռին, որ օգնություն ստանանք Աստծուն պատեհ ժամանակի համար։ Բայց ուրիշ Հիսուսը, ինքը ասում է դու ինձ անձամբ չես կարող մոտենալ, մարդիկ պիտի խառնես, որ կարողանաս ինձ մոտենաս։ Միջնորդներ ու բարեխոսներ։ Սա էլ է ուրիշ Հիսուս։ Աստվածաշնչի Հիսուսը շատ մոտ է մարդուն։ Խնդրում ես ունա քո կողքին, որտեղ երկուսը կամ երեքը հավաքվեն իմ անունի շուրջ, ես նրանց մեջ եմ։ Գործք առաքելոց 3-րդ գլուխ, Գործք 3-րդ գլուխ 19-20 խոսքերը եւ 26-ը։ Տեսեք, ինչ էին քարոզում Հիսուսի աշակերտները։ Արդ ապաշխարեք ու դարձի եկեք, որպիսի ձեր մեղքերը ջնջվեն, որպիսի Տիրոջից հանգստյան ժամանակները գան, եւ նա ուղարկի վաղորոք ձեզ համար քարոզված Հիսուս Քրիստոսին։ 26-րդ խոսքում կարդում ենք. Աստված նախ ձեզ համար հարություն տվեց իր որդի Հիսուսին եւ ուղարկեց նրան ձեզ օրհնելու յուրաքանչյուրին իր չար գործերից հետ դարձնելով։ Տեր Հիսուսի նպատակը մարդկանց ապաշխարությունն է, որ մենք մեր չար ընթացքից հետ դառնանք, դարձի գանք մշակութային քրիստոնեության մեջ։ Իրենց պաշտած Հիսուսը, իրենց
չի ստիպում, որ չար գործերից հետ դառնան։ Ասում է՝ սա արեք, սա արեք, սա արեք, սա արեք։ Կարևորը դուք մշակութային պայմանները պահեք, ծեսերը պահեք, հետո վերջում լավ կլինի։ Լավ չի լինի, սիրելիներ։ Այն ամեն ինչ, որ գրված է Աստվածաշնչում, ճշմարտություն է։ Ցանկացած մոլորություն, որ չի ներկայացնում Աստվածաշնչյան Հիսուսին, չի կարող քեզ տալ փրկարար հավատք։ Դու կկանգնես Աստծո առաջ, կասես՝ ես հավատացել եմ այսպիսի Հիսուսի։ Ես հավատացել եմ, որ չապաշխարեմ էլ ներվելու եմ։ Կլսես Հիսուս Քրիստոսի խոսքերը, որոնք Աստվածաշնչում գրված են։ Ասեց՝ անգամ ես չեմ ձեզ դատելու, այն խոսքերը, որ ես խոսեցի, դրանք են ձեզ դատելու։ Եվ մենք հիմա, քանի շնչում ենք, ապաշխարելու հնարավորություն ունենք, որ թողնենք մեր չար ճանապարհները, դարձի գանք, ապաշխարենք, եթե մեր մտքում ուրիշ Հիսուս ենք պաշտում, ճանաչենք Աստվածաշնչի Հիսուսին եւ հավատանք նրան, եւ նրան հավատալով վստահ լինենք, որ փրկություն ունենք, որովհետեւ երկինքն ու երկիրը կանցնեն, բայց նրա խոսքերը չեն անցնի։ Կարծես անդրադարձա ամեն ինչի եւ այսօր որ պատրաստում էի Աստծու մեծ մարդկանցից մեկի խոսքերը կարդացի, ուզում եմ ես դրանով էլ ավարտել ու կանգնենք աղոթքի, ասում էր եթե մենք ընդունել ենք Աստծու շնորհը եւ այդ շնորհը մեզ չի փոխում, ամենայն հավանականությամբ մեզ չի էլ փրկի։ Իսկ եթե դու հավատացել ես Աստծուն եւ դու քեզ համարում ես քրիստոնյա, Քրիստոսի հետևորդ, բայց քո կյանքը չի փոխվում, այսինքն իր ուժը, որ ընդունել ես, իր զորությունը, իր խոսքը, իր հոգին, իր որդու ներկայությունը քեզ չի փոխում, ուրեմն դու լուրջ պիտի ապաշխարես։ Որովհետև այն շնորհը, որ փրկում է, գրված է շատ մեղքերից դեպի արդարությունը տանում։ Մեր կյանքը պիտի փոխվի, ոչ թե միայն մեր շուրթերի ասածը, այլ մեր կյանքը պիտի փոխվի, եթե մենք ճանաչել ենք ճշմարիտ Հիսուս Քրիստոսին։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր քո խոսքի համար եւ այն ամուր խարիսխի համար, որ մենք ունենք այս կյանքում, որ մենք կասկածներ չենք ընդունում, մեր միտքը չի երկմտում Տեր, որովհետեւ գիտենք, որ քո խոսքը հավիտենական ճշմարտություն է եւ քո խոսքի մեջ դու բացահայտում ես ողջ հոգեվոր իրողությունը, որը մեզ պետք է փրկության համար եւ մենք հավատում ենք քեզ, հավատում ենք միակ ճշմարիտ Աստված, հավատում ենք քո խոսքերին, քո սիրուն, քո գործերին եւ նաեւ քո պահանջներին մեր հանդեպ, քո եկեղեցուն, հավատում ենք քո դրած կարգին եւ ուզում ենք աճել հոգեվոր կյանքում եւ օր-օրի, շաբաթ-շաբաթվա վրա, ամիս-ամսվա վրա ավելի նմանվել քեզ, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Շնորհակալ ենք քեզնից։ Ամեն։